Են քու բնակարանները ով զորած Տեր իմանցս կպապակի ու նաև գմարի Տերոջը սրահներում համար իմ սիրտս ու մարմինս սնձությամբ կահագեն գենտանի Աստծուն Տերոջը սրահները մեզի համար սիրելի են, անորամալ ոսենք և մի խնդրեմ, որ ոտքի վրա ալանք փոխադարձ ընթերցանության համար և աղորդում պիտի շարունակենք Ինչպես որդին մարդո չեղավ սպասավորություն ընդունելու, հապա սպասավորություն ունելու և իր կյանքը շատերու համար բրգանք տալու։ Բացի որդին մարդո չեղավ, որպեսզի խորհրդատը բրե ու բրդե։ Ես եմ թուրը, եթե մեկը ինձ ներս մտնե, պիտի բրգվի, ու պիտի մտնե և ելլե և առոտ գտնե։ Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ մեջ երևես կա, խավարի մեջ պիտի չքալե, հապա կենալույսը պիտի ունենա։ Եվ Հիսուս ասավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, թե Մովսես չտվավ ձեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ձեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Հիսուս ասավ անոնց, ես եմ ճամփան ու ճշմարտությունը և կյանքը, մեկը որով չգար, եթե ոչ ինձ մոտ։ Հիսուս ասավ անոր, ես եմ հարությունը ու կյանքը, ան որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի։ Եվ այն ամենը, որ կենդանի է ու ինձնի կհավատա, ավիտյան պիտի չմեռնի, դու կհավատաս։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չգրեց աշխարհ, որպեսզի աշխարհը դարե, հապա որպեսզի աշխարհը անոր կգրի։ Ան որ կհավատա անոր չդատապարտվի, և ան որ չհավատա անիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդուն անբանը չհավատա։ Ամեն։ Աղոթենք, փառք ու տանքեզի երկնավոր Հայր, որ ինչպես կարդացինք, ինչպես լսեցինք ու խոսքդ ով Աստված, Տեր, դու ես միակ, արարիչ հզոր մեծ Աստված ով Տեր, դու ես ճամփան ճշմարտությունը և կյանքը ով Տեր, ով Տեր ինչպես և ինչքան սիրելի ենք ու տան մեջ գտնվել Տեր, որովհետև քո ներկայության մեջ ենք Տեր Աստված։ Շնորհակալ ենք, որով Տեր այս առիթը տվեցիր, շնորհք արիր Տեր, ողորմեցիր մեզի և այսօր քո ներկայության մեջ հավաքեցիր Տեր։ Փառք ու տանքեզի Տեր, որ այս շաբաթվա ընթացքին մեզ հետ եղար ով Աստված և կուզենք ով Աստված քեզի երգել այսօր, քեզի երկրպագել, փառք տալ, շնորհակալություն հայտնել Տեր, քո տվածիդ համար, քո օրհնություններիդ համար ով Տեր, որ մեզ հետ ես ամեն օր ինչպես խոստացել ես Տեր, մեզ առաջնորդում ես, մեզ օրհնում ես Տեր, շնորհակալ ենք Տեր։ Կաղոթեմ, որ Տեր այս պահը, այս ժամ, այս պաշտամունքը դու օրհնես, ներկայությունովդ և հոգիովդ մեզի հայտնի լաս Տեր և մեզի պատրաստես մեր հոգին, սիրտը, շունչը, ամեն բանով Տեր, քեզ օրհնելու, փառաբանելու և նաև բացը լալու քու խոսքովդ և քու զավակիդ միջոցով ստանալու երկնային կյանքի խոսքերով Տեր, որպեսզի ով Տեր մեզ ավելի զորացնի, ավելի հավատալ տա, ավելի գործի մղի ով Աստված և քո համար քաջ վկաները լալու այս աշխարհի մեջ և ինչպես կարդացինք ով Տեր, որ դու ես այդ լույսը և այդ լույսը ունենալով ով Տեր սփռենք աշխարհով այս չար աշխարհի, այս կորսված աշխարհի մեջ Տեր Աստված
Տեր մեզի զորացրուր, առաջնորդիր, գիտեմ, որ կան եղբայրներ, քույրեր մեր մեջ, որոնք տկարություններ ունեն տարբեր տեսակի, Տեր, մտքի, հոգիի, ֆիզիկական, ֆինանսական, ամեն տեսակի, Տեր Աստված, քո առջևդ ենք բերում, Տեր, եւ գիտենք, որ դու բարի պատասխան ունես բոլորիս համար, Տեր Աստված, մենք հավատում ենք եւ վստահում քեզի, Տեր, փառք ենք տալի քեզ, Տեր, որ մեզ տալիս ես մեր խնդրածից եւ մտածածից շատ ավելի, Տեր Աստված, փառք ենք տալի, Տեր, որ դու մեր բարի հովիվն ես, Տեր, փառք ենք տալի, Տեր, որ մեզ առաջնորդում ես եւ ամեն բան բարի գործակից ես անում, Տեր, ուստի կխնդրեմ մեր հավատն ու վստահությունը քո վրա ավելի զորացնես, Տեր, ավելի քաջ անես եւ ով Տեր ուրախությամբ քայլենք, ուրախությամբ ապրենք, ուրախությամբ քեզ վկայենք, ուրախությամբ քեզ երգենք եւ ով Տեր ինչպես որ աղը լույսը համք ու այս աշխարհի մենք այն լինենք, Տեր Աստված, եւ օգտակար լինենք, Տեր Աստված, որպեսզի շատերը քեզի դառնան, քեզ վկայելով, քեզ փառաբանելով եւ քեզ վկայելով, Տեր, Պաշտամունքը սկզբից մինչև վերջում առաջնորդիր, հիշեր քո բոլոր զավակները աշխարհի տարբեր տեղերը եւ անոնք, որոնք բացակայ են այսօր մեր մեջ չեն, ով Աստված, իրենց էլ բաժին անես, Տեր, եւ մեզ օրհնես եւ առաջնորդես, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցի, հավատքով, հարքիդ համար, ամեն։ Ամեն։ Պատրաստ ենք երգելու, չէ, եղբայրներ քույրեր։ Դե եթե պատրաստ ենք երգելու։ Կանգնած խոստման վրա Քրիստոս արքայից, թողությունների տարած է միշոցից, Արքի բարձուսը եկից վասրից, Աստծո խոստման վրա կանգնած, Տեր Աստծո խոստումներու վրա միշտ կանգնած, Տեր Աստծո խոստման վրա եմ կանգնած, Կանգնած խոստման վրա, որ նա չէ իննա, Վաղ տարակուս հարցակին նալանդա, Իր կենքանի խոսքով հաղթել հաճապար, Աստծո խոստման վրա կանգնած, Տեր Աստծո խոստումներու վրա միշտ կանգնած, Տեր Աստծո խոստման վրա եմ կանգնած, Ուրախ երգեք եւ աշխույժ, կանգնած խոստման վրա Քրիստոս Հիսուսի, որ կաբաց է իր սիրո կապոցից, հաղթելով Սուրբ Հոգու Սուրբ Իշխանի մեջքից, Աստծո խոստման վրա կանգնած, Տեր Աստծո խոստումներու վրա միշտ կանգնած, Տեր Աստծո խոստման վրա եմ կանգնած, Կանգնած խոստման վրա երբեք չեմ իննա, ու կնդրեմ Սուրբ Հոգու ձայնին անդա, Աղջի Փրկիչ մեծ, որ ամեն ինչ սեղա, Աստծո խոստման վրա կանգնած, Տեր Աստծո խոստումներու վրա միշտ կանգնած, Տեր Աստծո խոստման
եւ կլինենք ապահով։ Ամեն։ Աստված թագում է հավատացյալի սիրտը, ինչպես հայտնություն 3:20, նաեւ անհավատներին է կանչում։ Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե հայրը չքաշի նրան, հայրը քաշում, թակում եւ համոզում։ Եվ այս բոլոր համարները ցույց են տալիս, որ Աստված շարունակում է թակել մեր սրտերը։ Փակ դռների ետևից ուշ ժամին։ Փակ դռների ետևից ուշ ժամին, ով է թակում, ներսից պատասխան չեն տալիս կրկին, ով է անվերջ թակում։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա ազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա ազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Սիրտդ դատարկ է, բայց լսվում է ձայն, ով է թակում, անգել է լույսը մտքի հարության, ով է անվերջ թակում։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա կազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա կազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Ձայնը դու չես լսում դեռ, ով է թակում, բայց այդ կանչը չի դադարում երբեք, ով է անվերջ կանչում։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա կազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա կազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Այնտեղ հնչում է ուժեղ ամենին, ով է թակում, մեղավոր դարձի և ապաշխարի, ով է անվերջ թակում։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա կազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Այդ խոփրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կանգնած, նա կազատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց, միայն թե սիրտդ բաց, միայն թե սիրտդ բաց։ Ամեն։ Լավ երգա։ Միտեղ էի ասացին ես երգը լավ երգ չի, որտեղ Աստված չի թակում անհավատի սիրտը, որտեղ հայտնության մեջ գրված ասում է, որ եկեղեցու դուրն է թակում։ Այդ առաջի համարները, որ դրեցի 10-ից ավել, այդ բոլոր համարները փաստում են, որ Աստված քաշում է, ձգում է, թակումը բառը գրված չի, բայց Աստված համոզում է, Աստված դեպի իրեն է ուզում տանի, սա թակել չի։ Մի զարմացեք։ Նոր երգ։ Հիսուս ամենից վեր անում։
Հիսուս, ամենից վեր և սուրբ անուն, Հիսուս, դու փրկիչ մարդության, քեզ է բարձրացնում ձայնին և օրհնում, Արկը թողեցիր իջար Գողգոթա Կյանքը զոհեցիր ինձ համար Պետք է ստացար ինձ համար Որ լինեմ սրբված ու փրկված անով քեզ համար, որ ապրեմ ես քեզ համար, որ լինեմ սրբված ու փրկված անով քեզ համար, որ ապրեմ ես քեզ համար. Կյանքնա, որ ապրում եմ ես քեզ համար, ով հարգվերի քեզ մինան, սիրտի, որ բավախում է քեզ համար, ով նվիրի քեզ իմ և օրգության Կյանքը զոհեցիր ինձ համար Պետք է ստացար ինձ համար Որ լինեմ սրբված ու փրկված անով քեզ համար Որ ապրեմ ես քեզ համար Որ լինեմ սրբված ու փրկված անով քեզ համար Որ ապրեմ ես քեզ համար Կյանքը զոհեցիր ինձ համար, վերքեր ստացար ինձ համար, որ լինեմ սրբված ու փրկված անով քեզ համար, որ ապրեմ ես քեզ համար, երբեք ևս ես համար սրբված ու փրկված անով քեզ համար որ ապրեմ ես քեզ համար որ լինեմ սրբված որ լինեմ սրբված ու փրկված անով քեզ համար որ ապրեմ ես քեզ համար որ ապրեմ ես քեզ համար
Տեսեք, երբ որ Աշոտ եղբայրն է գալի նոր երգերով մանավանդ նոր թարմություն է բերում մեր մեջ եւ այս պահը մեր ընծաները տալու պահն է մեր Տերոջը եկեղեցի համար մինչ այդ կուզեմ Սաղմոս կարդալ ձեզի եւ մեկ verse ուզեի կարդալ բայց այնպես անուշ են այս բոլոր խոսքերը որ կարելի ամբողջությամբ կարդալ նոր երգ երգեցեք Տերոջը ով բոլոր երկիր, երգեցեք Տերոջը, օրհնեցեք անոր անունը, օր անոր փրկությունը քարոզեցեք, անոր փառք ազգերու մեջ պատմեցեք, ու անոր հրաշքները բոլոր ժողովուրդների մեջ, քանզի Տերը մեծ է ու խիստ գովելի, անիկա բոլոր աստվածներուն վրա ահավոր է, վասնզի ազգերուն բոլոր աստվածները կուրքեր են, բայց Եհովան երկինքը ստեղծեց, փառք ու վայելչություն կա անոր առջև, զորություն ու գեղեցկություն անոր սրբարանի մեջ։ Տերոջը տվեք, ով ժողովուրդներու տոհմեր, Տերոջը տվեք փառք ու զորություն, Տերոջը տվեք իր անվանը փառքը, ընծա բերեք ու անոր սրահներուն մեջ մտեք։ Սուրբ հանդեսով Տերոջը երկրպագություն ըրեք, վախցեք անոր երեսեն, ով բոլոր երկիր, հեթանոսներու մեջ ըսեք, Տերը կթագավորե, աշխարհն ալ հաստատած է, որպեսի չսասանի, անիկա պիտի դատե ժողովուրդները ուղղությունով, երկինք թող ուրախանա ու երկինք ցնծա, ծովը իր լիությունով թող գոռա, դաշտը ու բոլոր անոր եղողները թող ուրախանան, այն ատեն անտառին բոլոր ծառերը պիտի ցնծան, Տերոջը առջև վասնզի պիտի գա երկիրը դատելու, պիտի դատե աշխարհը արդարությունով ու ժողովուրդները իր ճշմարտությունով։ Սաղմոս 96-ն էր, եթե ձեր տան մեջ կամ երբ որ ժամանակ ունենաք, ևս մեկ անգամ կարդակ, երբեմն կարդում ենք խոսքերը, լսում ենք, բայց ավելի մեդիթեյտ անենք, ավելի խորենք այս ամեն ասացի վրա, որ ինչպես Աստծուն է ներկայացնում եւ որ ամեն բան Աստված ստեղծեց, այս շաբաթվա մեջ առիթ ունեցա մեկին վկայելու, որ շատ սխալ ճամփաների մեջ է եւ շատ սխալ տեղ է աշխատում եւ փորձեցի բացատրեմ իրեն, որ միգուցե այս թե մարմինի ցանկություն, թե այս փողի հետև վազելը, թե մեկին նմանվելը, աստղերի եւ այլն, չգիտեմ, որ մարդիկ վազքի մեջ են դրա ամեն ինչի հետևից ընկած, բայց ամեն բան փուջ է եւ ամեն բան պիտի շուտ անցնի, միայն Աստծո խոսքը պիտի մնա եւ Աստծո խոսքով ապրողը, փրկվողը, հավատացողը պիտի, ինչպես ասում է, պիտի ամեն ինչ վերանա, բայց պիտի Տերոջը ստեղծած բաները չսասանին միայն եւ Տերը պիտի գա եւ պիտի դատե եւ բայց Տերը նաեւ հորդորում է մեզնի որ մենք գանք Աստծո առջև ընծաներով եւ Աստծո առջև մեր ընծան ոչ թե լինի մեր դրամը որ հիմա պիտի հավաքենք Տերոջը գործի համար որ շատ կարեւոր է որպեսզի մենք կարողանանք տարբեր հարցեր լուծել այս աշխարհի մեջ եկեղեցի շինության համար եւ տարբեր հոգիներին հասնելու համար նաև բերելու Տերոջը մեր անձերը մեր էությունը, մեր շունչը, մարմինը, հոգին, ինչպես Սուրբ Երրորդությունն է, որպեսզի ամբողջությամբ դու Տերոջը տաս թե քեզ եւ թե քո ունեցածդ եւ հավատա Աստված պիտի օրհնի, շատ պիտի օրհնի, փորձիր Աստծո եւ պիտի տեսնես եւ դու ուրախությամբ երկու եղբայրներ կուզեմ առջև կանչեմ Սարգիս Մայքը, որպեսզի Տերոջը տանք իր տված օգնություններից Թենք սիրելի Հայր, երախտապարտ ենք եւ շնորհակալ ով Տեր, որ մեզ հոգ ես տանում, մեզ առաջնորդում ես Տեր, մեզ ապահովում ես աշխատանքով, կյանքով, ամեն բան տալիս ես Տեր Աստված եւ կուզենք բաժիմը քեզի բերենք Տեր ուրախությամբ, սրտանց տալու քեզ ով Տեր, որովհետեւ շատ անգամ Տեր գիտենք, որ մենք մեզի երբեմն
ուզում ենք հարց տալ ինչով եւ ինչպես կարող եմ ծառայել ես քեզ Տեր, ահա նաեւ առիթ է սա, որպեսզի նվիրատվություն կատարելով Տեր կան եղբայրներ, եկեղեցի, ծառայողներ, որպեսզի ով Տեր քո գործը տեն անում եւ որպեսզի այս դրամները տալով առիթ լինի ով Տեր շատերին հասնելու համար, եկեղեցի գործերուն համար, քո թագավորությանը համարով Տեր, տանք սրտանց, որովհետեւ դու տվեցիր մեզ, դու ամքոլավագույնը տվեցիր քո որդիդ, իր կյանքը նայեց մեզ համարով Տեր, եւ մենք այդ տանք ես մեր կյանքը մեր ունեցածից եւ գիտենք որ ով Տեր դու մեզ քեզ տալով մեր մոտ չի պակասում, այլ ավելանում է Տեր Աստված։ Փառք ենք տալի քեզ Տեր եւ այսօրվա այս հավաքածը եւ հավաքողներին օրհնես, միայն լինի թող փառքի համար Տեր Աստված եւ ժողովից հետո հաղորդության մեզ նաեւ պատրաստիր եւ թող խոսքիր, որպեսզի հաղորդվենք քեզ հետ քո խոսքիդ միջոցով։ Փառք պատիվը քեզ Տեր Հիսուսի անունով, ամեն։ Բարելույս բոլորին, մինչ Արման եղբայրը Սամոսը գարտած և մի քանի խորհուրդներ տվավ, միտքս Ռուբեն եղբայրը եկավ։ Ռուբեն եղբայրը գիշեք բոլոր, որ երկինք փոխադրվեցավ։ Եղբայրը շատ համարձակ էր, դե ժամին, դե ամեն ինչի։ Եվ որ ես աղոտ կնեի նյութականի համար, կսեի տերորդն է փոքր լումաները, որ պիտի դանք ծեզի, ինքը չեր սիրում։ Օրմա ինձի բրնեց սա, որ բաչեղ պար սա, ինչու փոքր լումա գսես, փոքր լումա չէ, թող դերոջը նվիրեն։ Հիմա ամեն անգամ որ պեն եղբայրը դեսնայի, պիտի աղոտեմ դե, ուչանայի Այդ փոքր լումա չսել, որ հարված մջուդեի վերջը։ Ինչ որ է, ադի հիշեցի, ձեզ հետ պաշտեկցի։ Բարի եկացեք, բոլորը, կամ եկը, որ առաջին անգամ եկու կա։ Չէ, բոլորը դա բարի եկած, երոչը դնա, մեկ հայդարարությունը, ամեն մար ժամերը պոխեց, չենե ապելը պոխեց իրենց։ Եթե չի պոխեցի, սրը որ ժամը դասին հոսեիք։ Բայց ուրախ եմ, որ հոսեք, երորդն է, ձեր դունի ժամացույցներն ապոխեցեք, որոնք որ ապելը չի գնարտպտակ։ Մեկ հայդարարությունը դերը գամի մեր Thanksgiving-ի կովապարական ջաշը պիտի ունենանք ամսուն կանին, 23 ժամը կանին, վերջին աղոտքեն վերջ։ Հոս միասնապար շատ հաջելի կլա։ Առաջին 10 րոպեն պիտի շտկրդենք եւ ես սեզի որ որոնք որ դունը գրնան բերել սեղան կոծվող, բացվող 6 ոտնոտ սեղաններ են բերեկն է եթե դագա ծերանունը կրեք վաչեմի կրեք ամեն, չեն ես ամենը հետս տուն պիտան Այմար իրանունը կրե, բայց ինձի հայտնեցեք, որ ես կպերեմ, որ միան սեղան չլավուս, որբեսի գարկով գանունով լա, և մեկ բամը պիտի խնդրեմ, որ մեկը այդ օրը ջաշ չեպետում, որբեսի
ոս միասնապար վայելենք դերոջը ներգայությունը ասանք բզդիկ հաղորդակցություն ավելի երկնային բա հավատացյալները աս մեկը ամեն օր գնեին առաջի եկեղեցին իրարու հետ հաց կգդրեին եկեղեցի մեջ գնեին ամեն անգամ մենք Երանի առավելություն ունենայինք, բայց գոնե աս մեկը միասնապար գանք, բայելենք և չեմ ուզել, որ մեկը ուրիշ ծրագիրն է այդ օրը։ Հինգշաբթի չեմ ուզել, հինգշաբթի ամեն Thanksgiving կնի ամեն, բայց գիրագ օրը Thanksgiving-ին մեկ գիրագի առաջ միասնապար հոս պիտի կովաբանենք դերը միասնապար։ Ամեն, ամեն, Տեր օրհնեց։ Անգլերեն պիտի երգենք միասին, իմ շատ սիրած երգերից մեկը և կարդացին նոր երգ երգեցեք, շատերիդ համար կարող է նոր լինի, բայց շատ գեղեցիկ երգ է, բառերը շատ տեղին, մեր Հիսուսը կապրի, մեր Հիսուսը մեռավ մեզ համար և նա պիտի գա կարգի են։ I am not skilled to understand what God has willed, what God has planned. I only know at His right hand stands one who is my Savior. I take Him at His word and Christ died to save me, this I read. And in my heart I find a need of Him to be my Savior, that He will leave His place on earth and come for sinful men to so once did I. Before I knew my Savior loves, my Savior lives, my Savior's always there for me. My God He was, my God is, my God is always gonna be. My Savior loves, my Savior lives, my Savior's always there for me. My God He was, my God is, my God is always gonna be. Yes, living, dying, let me breathe. My strength, my solace from this grave. That He will live to be my King. Once died to be my Savior. That He would leave His place on earth and come for sinful men to die. You count His strength, so once did I. Before I knew my Savior, my Savior loves, my Savior lives, my Savior is always there for me. My God He was, my God He is, my God is always gonna be. My Savior loves, my Savior lives, my Savior is always there for me. My God He was, my God is, my God is always gonna be.
Աստվածը իմ փրկիչը, ապրում է, կենդանի է եւ միշտ մեզ հետ է։ Ամեն։ Ամեն։ Հարկ Հիսուսը։ Շուտով պատրաստ ենք մենք Աստծո խոսքը լսելու։ Ամեն։ Շատ լավ երկեցին եղբայրները, չէ՞։ Հիանալի է։ Դուք տեսիքով տեսեք, որ մեծ սրա շատ ժողովուրդ իրական նվագախումբ եւ եղբայրները մեծ առաջնորդում են։ Ամեն։ Ամենամեծ համերգը հոգևոր տեղի կունենա երկնքում, երբ որ հասնենք։ Միլիարդավոր հավատացյալներ, հրեշտակներ, ինչ նվագախումբ, ինչ երգչախումբ, ինչ տեսարան, ինչ հրճվանք ենք ունենալու։ Սրանք դեռ նախանշաններն են։ Կավից հետո հրաշք։ Նախ ուզում եմ կարդալ Հովանու ավետարան 9-րդ գլուխ առաջին համարից մինչև 7 համարները, հայտնի դեպք, որ շատերը շատ անգամ լսել եւ կարդացել են։ Եվ մինչ անցնում էր ի ծնե կույր մի մարդու տեսա, նրա աշակերտները հարցրեցին. «Ռաբի, մեղքը ումն է, որ կույր է ծնվել, սրանն է, թե հորն ու մորը»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն։ Եվ քանի դեռ ցերեկը ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց, կգա գիշերը, եւ ոչ ոք չի կարող գործել, քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ Այս ասելով թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին ու ասաց նրան. «Գնա, լվացվիր Սելովամի ավազանում», որ թարգմանվում է ուղարկված։ Գնաց, լվացվեց, եկավ եւ տեսնում էր։ Հրաշք տեղի ունեցավ ճիշտ տաճարի մոտ շաբաթ օրով։ Շեշտում է շաբաթ օրը, որովհետև այս հերթական հրաշքն է, որ խնդիրներ է առաջացնում փարիսեցիների եւ Հիսուսի միջև, որովհետև կարծում են, որ Տեր Հիսուսը խախտում է Աստծո օրենքը, մանավանդ շաբաթի օրենքը։ Տեր Հիսուսը կարող էր ասել. «Տես, եւ մարդու աչքերը կբացվեն», բայց գետնին թքել, շաղախ անել, կավ շինել, սա գործ արդեն, աչքին քսել, ուրեմն այս բոլորը կարծես թե խախտում էր Տեր Հիսուսը, բայց իրականում մենք գիտենք, որ Հիսուսը հատուկ էր այս բոլորը անում, ցույց տալու համար, որ նրանց նեղ եւ կույր կրոնական հայացքները պետք է ջարդվեն, փշրվեն եւ նրանք պիտի հասկանան, որ ոչ թե մարդն է շաբաթի համար, այլ ասեք, շաբաթն է մարդու համար, որ մարդու որդին շաբաթի էր Տերն է, ինքը հավիտենական Աստվածն է, Տերերի Տերը եւ թագավորների թագավորը։ Ուղարկեց լվացվելու, տեղում կարող էր բժշկել, որտեղ այդ ավազանի անունը իր մեջ մարգարեական ակնարկ ուներ, Սելովամի ավազան, ուղարկված կամ առաքված է նշանակում Սելովամ, ուղարկված, ցույց տալու համար, որ հենց ինքը Տեր Հիսուս ուղարկված էր հայ Աստծո կողմից, որպես փրկիչ լինելու, որպես Մեսիա լինելու։ Հրաշքը տեղի ունեցավ, հավատան կամ չհավատան 4 կողմի կանգնածները, կարևորը որ կույրը հավատաց, հնազանդվեց, քայլ արեց եւ հրաշքը տեղի ունեցավ։ Աստծո խոսքի մեջ Տեր Հիսուսի ձեռքով բազմաթիվ հրաշքներ 35, 37, ոմանք հաշիվները տարբեր են ասում, տեղի է ունեցել, բայց հավատում եմ շատ ավելի է Տերը գործել, որտեղ տեղեր կազմը բոլոր հիվանդները, բոլոր եկածները, այդ բոլորը քանի հոգի են, մենք թիվը չունենք։ Ինչու են հրաշքները տեղի ունենում։ Հրաշքները գալիս են ապացուցելու, որ մարդկային կարիքը, սովը, մեղքը, ցավը, մահը ոչինչ են Աստծո սիրո եւ ողորմության դիմաց։ Աստված հրաշագործում է։ Հիսուսի հրաշքները խաբկանքներ չէին, մարդկանց զվարճացնելու աճ պարարություններ չէին, դերասանություն չէ, քավլիցի։ Հիսուսի հրաշքները Աստծո զորության արտահայտումներն էին, որ Հիսուս ուներ ուժ զորություն, կուրության, խուլության, նույնիսկ մահվան վրա ուներ իշխանություն։ Աստված շարունակում է այսօր է հրաշագործել, հավատում եք սրան։ Այսօր բազում հրաշքներ տեղի են ունենում ծածուկ,
թեև մենք արտաքինից չենք տեսնում այդպիսի հրաշքներ հաճախ, բայց նրա արդյունքը մեր կյանքերի մեջ մենք տեսնում ենք, եւ ինչու՞ չէ, Աստված կարող է հայտնի հրաշագործել, ոչ ոք հրաշքի դարը փակված չի համարում։ Երբ ոգի վիճում էին հրաշք կա թե չկա, վերջապես դիմացին ասեց, դու հրաշքներին հավատում ես, ասեց, ես Հիսուսին եմ հավատում։ Իսկ Հիսուսով հրաշքների եւ ամեն բանի ես հավատում եմ։ Հարցը, որ ուղղվեց Տեր Հիսուսին, հետևյալն էր, եւ հարցրեցին նրա աշակերտներ ասելով. Ռաբի, մեղքը ումն է, որ կույր է ծնվել, սրանը թե իր հորն ու մորը։ Այս հարցը ցույց է տալիս այդ ժամանակվա փարիսեցիների կամ հրեա ժողովրդի տարածված այն համոզմունքին, որ մեղքի հետևանքով է, որ մարդը հիվանդանում է։ Ամեն հիվանդության ետևում պատճառ կա եւ այդ պատճառը մեղքն է։ Այսօր այդ վարդապետությունը նույնիսկ զարգացրել են, գրիպի դևն են բռնում, չեմ ամ գլխացավի դևերն են քշում եւ այլն, ամեն տեսակի հիվանդության ետևում դև կա, մեղք կա եւ այլն եւ այլն։ Բայց Հիսուսի պատասխանը ապշեցրեց իրենց, ոչ իր մեղքի, ասեք, ոչ էլ իր ծնողների, այլ սա կույր է ծնվել, որպեսզի իր վրա Աստծո փառքն ու գործերը երևան։ Այսպիսի պատասխան առաջի անգամ էին լսում, որովհետև կարծում էին, որ Աստծո սիրելիները, հավատացյալները, ճշմարիտ հրեաները չպետք է հիվանդանան։ Եթե հիվանդանում են, ուրեմն թաքնված ծածուկ մի մեղք անպայման կա։ Իրականում սերներ, մեղքը ադամական, հիվանդությունը ադամական մեղքի հետևանքն է։ Մենք հիվանդանում ենք, որտեղ ադամական մեղքը ժառանգել ենք, եւ մահվան օրենքը մեր մարմինների մեջ գործում է։ Եվ երբ որ հիվանդանում ենք, դա նախանշան է, որ մենք մի օր մեռնելու ենք։ Այստեղ նստածներս բոլորս մի օր տարիներ անց երկար ապրենք, բայց հող ենք եւ հողին պիտի վերադառնանք։ Ուրեմն այդ գաղափարը, որ եթե հիվանդ ես, ուրեմն մեղք ունես, Տեր Հիսուսը իջիկ է անում։ Գիտեք, Հովանու ավետարանի մեջ կարդում ենք, ասում են, նրան ում դու սիրում ես, հիվանդ է։ Լազարոսի մասին է։ Հիսուսի սիրելին ինչ է։ Հիվանդ է։ Եթե դու այսօր հիվանդ ես, չի նշանակում, որ դու Աստծո սիրելին չես, կամ Աստված քեզանից երես է դարձրել։ Կամ Հակոբոսը իր նամակի 5-րդ գլխի մեջ ասում է, եթե ձեզանից ում նկատի, հավատացյալներից մեկը հիվանդ է, հնարավոր է, որ եկեղեցու մեջ մեզանից մեկը կամ շատերը ինչ լինեն, հիվանդ լինեն։ Մի անգամ մի քարոզիչ ասում էր, որ հնարավոր չի հավատացյալը հիվանդ լինի եւ ինքը ակնոցներ էր դրել, կողքին ասես, բա դու ինչ ես կարճատես։ Այդ ակնոցները ինչ ես դրել, դա ուրիշ մի տեսակի հիվանդություն է։ Մի անգամ ուրիշ այդպիսի աստվածաբանության հավատացողի հետ էինք, մինչև որ հյուր գնացինք, բերեցին իրեն լահմաջուն տվեցին ուտի, կեսը կերա մնացած ինձ տվեց, ասաց եղբայր դու կերասի, ինչի շաքար ունես, ասեց խա։ Հետո տան տիրուհն ասեց, լիմոն ունեք, դու նքամեք բերեք, ասաց ճնշում եք ունես, ասեց հա։ Պողոս Արաքյալը իծն է կաղին բժշկեց, գործակ Գառաքելոս 14-րդ գլխի մեջ, բայց երկրորդ Տիմոթեոս 4:20-ի մեջ ասում է Տրոփիմոսին հիվանդ թողեցի Մելիտոսում։ Պողոս Արաքյալը ինչու հիվանդ թողեցի, սրան է բժշկել։ Ուրեմն բոլոր հավատացյալները չեն, որ անպայման եւ հիմա եւ այսօր պիտի բժշկվեն, բայց մենք պիտի հավատանք եւ աղոթենք Աստծո բժշկարար այցելության համար։ Ամեն։ Գրված է, որ Եղիսեն ծանր հիվանդացավ, ինչից եւ ինչ եղավ, բժշկվեց։ Մեռավ է գրվածի մոտ։ 4-րդ Թագավորաց 13-14։ Եղիսեի պես մարգարեն։ Ուրեմն սիրելիներ, հիվանդությունը Աստված պատիժից փոխում է առիթի։ Այս է ամբողջ գաղափարը։ Մեր տկարության, դժվարության, հիվանդության մեջ ոչ թե բողոքենք Աստծուն, այլ առիթը օգտագործենք Աստծուն ավելի փառք տալու, ավելի խոնարհվելու եւ հավիտենական արժեքներ վերցնելու։ Ամեն։ Համաձայն եք, չէ՞ք ձեր։ Մեկը ասել է, որ մենք Աստծո առաջ կարող ենք բողոքել, բայց Աստծո դեմ չենք կարող բողոքել։ Աստծո առաջ կարող ենք գալ եւ ներկայացնել մեր վիճակը, ասել, որ ինչու այդպես է, Երանի ծնված չլինել, ինչ որ ասեց Հոբը, բայց ոչ թե Աստծուն մեղադրենք մեր հիվանդությունների համար։ Շատ հստակ եւ շատ պարզ է։ Գնա լվացվիր ավազանում
եւ կբժշկվես։ Կույրը հնազանդվեց եւ բժշկվեց։ Սա ցույց է տալիս, որ հրաշքը կատարվում է հավատքով եւ հնազանդությամբ։ Հավատք եւ հնազանդություն հրաշքի երկու թևերն են։ Եթե ունես հավատք եւ հնազանդվես Աստծուն, անպայման Աստված կգործի քո կյանքից ներս։ Երեք Facebook-ի մեջ մի նկար տեսա, շատ ազդեցիկ էր։ Երկու ճանապարհ կա։ Աստծուն հավատացողներ, լիքը տեղ չկար, եւ Աստծուն հնազանդողներ 2-3 հոգի։ Հավատացող, բայց ոչ հնազանդվող։ Կույրը հավատաց եւ հնազանդվեց, գնաց։ Հարցեր չտվեց, որ Տեր այստեղ բուժի։ Ինչու պիտի քայլեմ, գնամ, ես կույր եմ արդեն, ոտքիս տակը չեմ տեսնում, մարդիկ գիտեն, ինչ ճանաչում են, ոմանք սխալ կհասկանան ինձ, բայց Տերը ասեց եւ նա համոզվեց, հնազանդվեց եւ երբ որ կատարեց Տիրոջ ասածը, հրաշքը տեղի ունեցավ։ Կույրը կարող էր բողոքել կամ չհասկանալ կամ հրաժարվել, բայց նա ընտրեց հնազանդության ճանապարհը։ Գնա, լվացվի։ Եվ ասում է գնաց, լվացվեց եւ երբ որ եկավ, արդեն ինչ տեսնում էր։ Սիրելիներ, հնազանդություն։ Տալիս եմ ինչ որ Աստված ուզում է, վերցնում եմ ինչ որ Աստված տալիս է։ Նորից պիտի ասեմ։ Տալիս եմ ինչ որ Աստված ուզում է, սա հնազանդություն է։ Հետո վերցնում եմ ինչ որ Աստված տալիս է։ Սա է հնազանդությունը, որ Աստված օրհնում է։ Երբ որ կարդում եմ այս հատվածը, կավ քսել աչքին, ինչու կավ սարքեց մեր Տերը։ Կավի մասին Աստծո խոսքի մեջ շատ հիշատակումներ կան, առաջին հենց հիմնական հիշատակումը Ծննդոց 2-րդ գլուխ 7 համար մարդուն Աստված կավից սարքեց, գետնի հողից սարքեց, շաղախեց այդ կավը եւ սարքեց Աստծո հրաշագոր ձեռքերը, աչքերը, ականջները, առաջին մարդը չծնվեց մեծացավ, չէ, Ադամ հենց այդպես արդեն կատարյալ ստեղծվեց Աստծո կողմից հենց կավից։ Կավը շատ փխրուն նյութ է, գիտեք։ Կավը շատ փխրուն նյութ է։ Անշուշտ ինքը ջրի հետ հալվելով, ձևը ստանալով, հետո գոլորշիանալով ջուրը կարծր մի բան ենք կարծում, բայց հերիք է որ մի բան հարվածի կավի մի ամանին, փշուր, փխրուն, շատ խոցելի նյութ է, այդպես է նաև մարդը։ Դրա համար Սաղմոս 103:14-ն ասում է, նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ մենք հող ենք, որ մենք կավ ենք։ Նաև Եսայի 64:7-ի մեջ ասում է, Տեր, մեր հայրն ես դու, մենք կավ ենք, իսկ դու մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։ Կավից սարքված մարդիկ։ Կավից հետո եկավ հրաշքը։ Տերը կավ շինեց եւ քսեց նրա աչքերին։ Թվում է որ անիմաստ է։ Մարդ ուզում է տեսնի, փոխանակ աչքերը բացելով ավելի է ծանրացնում Տերը։ Ցեխոտում է աչքերը, ցեխը քսում է աչքերին, այսինքն անիմաստ մի բան մարդկային խելքով, մարդկային ուղեղով եւ նույնիսկ կերպը ամոթալյա թքեց, սարքեց եւ քսեց մարդու աչքերին։ Գիտեք, ուրիշ տեղեր կա Աստծո խոսքի մեջ, որ Տերը թուք է օգտագործում, առնվազն 3 տեղեր կա Աստծո խոսքի մեջ, երբ որ Տերը թքելով բժշկում է։ Մի տեղ կա, որ ուղղակի թքեց աչքերին, ցեխ սարքեց։ Սա կարծես թե ամոթալի մի բան էր, որտեղ կավը, գուրությունը, թուքը, ամոթը այս բոլոր մարդու վրա լցնել եւ ասել քեզ սպասում է հրաշք, ուր է այդ հրաշքը, շատ հաճախ հենց գալիս է հրաշքը այս բոլորից հետո։ Մենք կտեսնենք դեռ առաջ կավ, հետո հրաշք, առաջ թուք, հետո մաքրություն, առաջ ամոթ, հետո պատիվ։ Այս բոլորը մեր կյանքերի մեջ տեղի են ունենում, որպեսզի մենք հասկանանք սերներ, որ եթե մեր կյանքերում ցավեր կան, դժվարություններ կա, ամոթ կա, անհասկանալի վիճակներ կան, դա վերջնական չի։ Դրանից հետո կարող է գալ Հիսուսի պատրաստած պատասխան։ Ամեն։ Եթե անցնում ենք այդ վիճակների մեջով, չասենք, որ բա ուր Աստված եւ ինչու այդպես է։ Աստված խառնում է մեր կավե փշրանքները, մեր կոտրված սրտերը, մեր ջարդված կյանքերը եւ այդ կյանքին, այդ կավին նոր շունչ տալով նոր մի ստեղծագործություն է կատարում։ Երեմիայի մարգարեության 18-րդ գլուխը հայտնի տեղ ասում է. այն խոսքը, որ Տիրոջ կողմից եղավ Երեմիային ասելով, վեր կաց իջիր բրուտի տունը,
Այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը։ Բրուտը կավագործն է, որ կավից ամաններ է սարքում։ Երրորդ համարն ասում է, եւ ես իջա բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում ճախարակի վրա։ Հիշում եք ինչ ժամանակ պտտվող ճախարակներ մոտոր չկար, մեր ոտքով սխմում էին, պտտվում էր եւ թաց կավը դնում էր եւ վարպետորեն մատներով գեղեցիկ պատրաստում էր անոթը։ Եվ ասում է, եւ իջա բրուտի տունը եւ տեսա ճախարակի վրա եւ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում։ Բրուտը սարքելուց կամ մեջը կոշտի բաներ մնացել, կամ անզգուշություն արեց, սարքված անոթը ջարդվեց, կամ փչացավ, կամ լխկվեց, ձեռք չստացավ։ Նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։ Առաջին անոթը չստացեց, բայց նորից Տերը սարքեց նոր անոթ։ Ինչի մասին է խոսում։ Ինչու ուղարկեց բրուտի տուն Երեմիային, որ ինչ ցույց տա, որ ցույց տա, որ իմ ժողովուրդս, դուք հավատացյալներ, որ անոթ եք, որ աման եք, հաճախ Աստված պետք է ձեզ նոր ձև տա, փոխի, կավը ձեզ նոր մի վիճակի պիտի առաջնորդի, կամ կավագործը մեր կավից նոր անոթներ պիտի հանի։ Ինչ պիտի հանի։ Երկրորդ Կորինթացիս 4:7-ն ասում է. այս գանձը ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Աստված այս կավե ամանների մեջ իր գանձն է դնում, ինքն է գալիս որպես գանձ եւ բնակվում մեր մեջ, եւ մեր հոգին էլ գանձ է Աստծո համար, մեր հոգին թանկ է Աստծո համար, որտեղ իրենից եղավ։ Դրա համար այս կավե ամանները կարևոր են։ Ուրեմն Պողոս Առաքյալի այս խոսքը ցույց է տալիս, որ մենք բոլորս կավե անոթներ ենք, երբեմն ճաքերով, երբեմն խոցված, բայց այս ճաքերից դուրս է գալիս լույս եւ մեր Աստծո գանձը Տեր Հիսուս Քրիստոս։ Մի վախեցիր, որ այսօր թուք, ցեղ, կավ կակսված քո երեսին։ Դրանից հետո գալիս է հաջորդ քայլը։ Աստված մաքրում, սրբում, հրաշագործում եւ դարձնում է մեզ լույսի վկաներ։ Այս մարդը մուրացկան էր, քայլելով գնացելով է մի ավազան, բայց այնտեղից վերադարձավ այլևս մուրացկան չէր, տեսնում էր, ուրախ էր եւ Աստծո հրաշքին էր հանդիպել։ Ամոթից դեպի արժանապատվություն անցավ այս մարդը։ Երբ Հիսուսը գետին թքեց եւ կավ շինեց, Տերևս այս մարդը մտածել, որ հերիք չի, որ ես մուրացկան եմ, ամոթ վիճակի մեջ եմ, մի հատ էլ թքելով, ես սրան եմ արժանի, բայց իրականում կույրը արդեն հասկացել է, որ ինքը մերժված է մարդկանց կողմից, բայց մերժված չի Աստծո կողմից։ Հասարակությունը իրեն կարող է մերժել, բայց Աստված նրան գրկաբաց, անպայման կընդունի եւ դրա համար գնաց ու լվացվեց։ Նա ով մի ժամանակ նստած էր ճանապարհի եզրին որպես մուրացիկ, դարձավ կենդանի վկայություն Աստծո փառքի մասին։ Երբ դու ընդունում ես ամոթը, խոնարհությունը, դժվարությունը առանց Աստծուն մեղադրելու, Աստված այն դարձնում է մեր կյանքի ամենափառավոր վկայությունը։ Մենք ամոթներ ունենք, թե չունենք։ Չեմ ասում ամոթ ունենք, թե չունենք։ Մեր կյանքի մեջ, անցյալի մեջ բաներ եղել է, որի համար մենք կարմրում ենք, վատ ենք զգում։ Երբեմն սատանան է հիշացնում, որպեսզի մեր սիրտը ջարդի, որպեսզի մեզ տխրեցնի։ Մարդ ենք, խոցելի ենք, բայց գիտեք, որ Աստված ծածկում է մեր ամոթը։ Ադամն ու Եվան, երբ որ պտուղը կերան, մերկ էին, ամաչեցին եւ ինչ արեցին, տերևներով ծածկեցին իրենց, բայց դա օգուտ չտվեց, որտեղ արևը դուրս եկավ, չորացավ եւ նորից մնացին ամոթի մեջ։ Ադամն ու Եվան չասեցին մոդայա, նորից ուզեցին ծածկվել, այս անգամ Աստված ինքը կաշի է հանդերձներով ծածկեց նրանց ամոթը։ Սա նախանշանն է, որ Աստված ինքն է պատրաստվում ծածկել մարդկության ամոթը Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ։ Ուրեմն քո անցյալի մտքերը, ամոթները, դեպքերը, սխալները թող այսօր քո սիրտը չկրծեն։ Քրիստոսով մաքրիր, առաջ անցիր եւ ասա իմ ամոթս Աստված փոխեց արժանապատվության, ինչպես որ Հիսուսը ամոթը արհամարեց եւ խաչը հանձնարարավ ու համբերությամբ գնաց մինչեւ Գողգոթա։
ամոթից դեպի արժանապատվություն։ Իրեք Եսայ 54-րդ գլխի մեջ 4-ից 5 ամառների մեջ տեսեք ինչ է ասում։ Մի վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի զգա, որովհետև չպիտի նախատվես, դու պիտի չմոռանաս քո պատանության ամոթը, դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը եւ այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը, որովհետև քո ամուսինը քո արարիչն է, զորությունների Տերն է, նրա անունը եւ քո փրկիչը Իսրայելի Սուրբն է, նա կոչվում է ամբողջ երկրի Աստվածը։ Աստված ասում է չպիտի ամաչես, չնախատվես, անպատվված չես զգա եւ քո ամոթը ես կվերցնեմ, նախատինքը կվերցնեմ եւ ես քո ամուսինը կդառնամ։ Պատմություններ, ֆիլմեր տեսել եք, չէ՞, որ սխալված աղջիկ կյանքի մեջ, կյանքի բերումով, նյութականի, ծնողների, դաստիարակության, չգիտեմ ինչ պատճառով փողոցում է հայտնվում։ Ինքը դա չի սիրում դա, բայց կյանքը բերել է այդտեղ։ Հայտնվում է մեկը, որ սիրում է եւ տեսնում է նրա մեջ արժեք, տեսնում է նրա մեջ հոգի, տեսնում է նրա մեջ ավելի մաքուր եւ արդար մեկը եւ ամուսնանալով նրա կյանքին նոր որակ է տալիս։ Տեսել եք այդպես ֆիլմեր։ Հոլիվուդի ֆիլմերը լրիվ այդպես են։ Եսայ մարգարեությունից է վերցրել եւ փոխել սարքել են։ Դա Աստված է, որ վերցնում է մեր ամոթը, փոխում է մեր կյանքը եւ մեզ տալիս է պատիվ։ Եվ ուրեմն սերներ, պատգամից բուն նյութը սա է։ Աստված փոխակերպող Աստված է։ Կավից հրաշք, խավարից դեպի լույս եւ տեսողություն, ցեխից դեպի սելովամի ավազան եւ լվացում, հիվանդությունից դեպի առողջություն, ամոթից դեպի արժանապատվություն։ Աստված երբ որ ստեղծեց երկինքն ու երկիրը, գրված է, որ եւ իրիկուն եւ առավոտ լինելով առաջի օրը եղավ, եւ մութ հետո լույս լինելով առաջի օրը եղավ, եւ ամոթ եւ արժանապատվություն լինելով Աստծո գործը ամբողջացավ։ Տեսնում եք Աստծո գործելավոճը։ Ցույց է տալիս Աստված, որ ես գիտեմ, որ դուք թույլ եք, որ դուք խոցելի եք, դուք մարդ եք, հող եք, բայց ես ձեր արարիչն ու Աստվածն եմ։ Աստված ամեն բան փոխում է բարի գործակից է դարձնում, նույնիսկ մեր հիվանդությունները, մեր ձախողումները, նույնիսկ մեզ հակառակող մարդիկ մեզ լավություն են անում, եթե մենք վստահում ենք Աստծուն եւ ի վերջո հասնում ենք այն հանգրվանին, ինչին Աստված մեզ առաջնորդում է։ Բոլորս հավատում ենք, որ Աստված վերահսկում է բոլոր իրավիճակների վրա մեր կյանքում, հավատում ենք սրան։ Պետք է հավատանք սրա, սա խոստում է, սա կարծիք չի, սա ոտանավոր չի, սա Աստծո խոսքն է։ Եթե դու հանձնել ես Աստծուն եւ սիրում ես, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով, ամեն բաները Աստված բարի, ասեք, գործակից է դարձնում։ Գործակից բառը նշանակում է, որ աշխատում ենք միասին եւ տեղի է ունենում այն, ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է։ Գիտեք, հերոսների կյանքում նույն եղավ։ Հոբսեփը, հիշում եք, նախ գուբը, հետո պալատը եղավ։ Նախ դավաճանվեց, հետո շրջապատվեց իր ընտանիքով եւ իր եղբայրներով։ Մովսեսի կյանքի մեջ նախ փոքրիկ զամբյուղը եւ գետը, անորոշություն եւ վտանգ, բայց ի վերջո դարձավ թե Փարավոնի տան ժառանգորդներից եւ նաեւ Իսրայելի ժողովրդի առաջնորդը։ Պողոս Առաքյալը բանտ ընկավ։ Գիտեք, մեկը գեղեցիկ խոսք ասել, ասում է, մեր սուրբ գիրքը Աստվածաշունչը օթելներում, ծովի եզերքում նստած, ծառի տակ չի գրվել։ Մեծ մասը բանտերում, բռնված, ծեծված, դժվարության մեջ, շղթաներով է գրվել։ Նախ դժվարությունը, որից դուրս է գալ։ Պողոս Առաքյալը բանտերից գրելով գրում եւ ասում է, եղբայրներ ուզում եմ իմանալ, որ այն ամենը ինչ պատահեց, ավելի նսպաստեց ավետարանի տարածմանը, առաջընթացին Ֆիլիպեցիս 1:12։ Բանտից է գրում։ Նախ ամոթ, նախ ցավ, նախ հիվանդություն։ Ուրեմն եթե այս կույրին հարցնենք, ասենք, որ դու որ կույր ես ծնվել, ինչ օգուտ կես, կասի շատ մեծ օգուտ։ Որտեղ հիմա տարբերությունը ես որ տեսնում եմ, հասկանում եմ, որ Աստված իմ կյանքի համար ծրագիր ունեմ, բայց ես պետք է սպասեի, որպեսզի հասնեի այդ ծրագրին։
Գիտեք, ինքը բավականին մեծ մարդ էր, մարդը, չափահաս, առնվազն 30-ից ավելի տարեկան պիտի լինի։ Ինչից գիտեմ, որտեղ ծնողների, երբ որ հարցակ քննեցին, որ ով արեց, ինչ արեց, ասեցին ինքը չափահաս է, թող ինքը պատասխանի։ Եվ հрьяաների համար չափահասը գոնե 30-ից վերև էր լինում, ոչ մեր 12, 18 կամ 21-ը, ուրեմն այս մարդը պիտի ասեր, որ նախ եղավ վատը, հետո եղավ ինչը լավը։ Կանայի հարսանիքում նույն եղավ, եթե ուշադիր եք եղել։ Ասեցին մարդիկ նախ լավն են տալի, հետո վատը։ Բայց հիմա վատը եղավ, հետո եկավ ինչը լավը եղավ։ Եվ ուրեմն սիրելի եղբայրս եւ քույրս, պատգամս հետեւյալն է։ Քո կյանքի լավ ժամերը դեռ, ասեք, առջևում են։ Ոչ թե անցյալում են։ Մի ափսոսա։ Եթե Քրիստոսի հետ ձեռքի գնում ենք, լավ ժամերը դեռ առջևում են։ Մի անգամ ամուսինը կնոջն ասեց. «Իմ կյանքի լավագույն տարիները ես նվիրել եմ քեզ»։ Ինն ասեց, ուզում ես ասես, տակը մնացել է վատագույնները։ Աստված մեզ կփոխի եւ մեր սերը դեպի Աստված ամեն ինչ իր տեղը կբերի։ Վերջին կարևոր խոսքն էլ ասեմ, որ շատ եմ սիրում։ Երբ կյանքը փոխում է քո ծրագրերը, հիշիր, որ Աստված չի փոխում իր խոստումները։ Ամեն։ Տերով։ Ամեն, պայտիրոչ է։ Լավեր խոսքը սերներ։ Բաժինը ստացան։ Ալելույա։ Մովը պատրաստ կա արջև իր աչկերը աղոթենք։ Թքելով պայտիրոչ է։ Մեր քույր կարի անում որանում եմ իր կրկից կարդալով ասեց Տեր իմ աչկերս փակեց որ իմ հոգևոր աչքերս բացվի։ Մարդիկ կան, որ աչքեր ունեն, բայց չեն տեսնում։ Մարդիկ էլ կան, որ աչք չունեն, բայց ամեն բան տեսնում են։ Հիշում եմ շաբաթ օրվա մասին ասեց Աշոտ եղբայրը, որ շաբաթ օրով փարիսեցիները խառնվում են իրար, որ մի հատ աչք իրանում կամ գործ իրանում Մեր ծառայությունից սերտողության անդամներից եղբայրներից մեկը UPS-ից էր աշխատում, մեքսիկացի տղա էր եւ շաբաթ օրով package տարավ հрьяաների temple իրաց եւ ռաբոնին մոտեցավ, ասեց այս package-ը ծերն է, ասեց այո, ասեց բայց չեմ կարող ստորագրել, ասեց ինչի Ասես որտեղ այսօր շաբաթ օրը մենք գործ չենք կարող անել։ Դե UPS-ի աշխատող ընկերս հոգևոր անձը ասեց եթե չստորագրես, package-ը չես ստանա։ Ասեց, բա ինչ անենք, ասեց Հիսուս Քրիստոսին ընդունի սրտիդ մեջ ազատություն ունենաս, կարող ստորագրես, ասեց։ Գցեց բրած, ասեց չես package-ը պետք է այցի, շաբաթ օրով խախտեց իր օրենքը, եթե իրանում նայես, ու գրեց, հետո գրեց, սիրով մի հատ բան բացակեց։ Ասեց, դուք տանջվում եք, ձեր շաբաթ օրը ավելի հոգ եք տանում, որ պահեք, ավելի հոգնում եք, քան թե հանգստանում։ Ասեց, ձեր շաբաթ օրը, ասեց, Տիրոջով ազատություն ունենա։ Սիրով ասեց եւ իր գործով շարունակեց։ Հաղորդության սեղանում ենք սիրելիներ։ Եվ այս սեղանին ենք մոտենալու եւ ասեմ պարզորեն շատ է եղել, շատ է տեսել եւ լսել թե ինչպես հաղորդության ընդունելու ժամանակ ֆիզիկական բժշկությունները կատարվում եղել։ Ինչու՞, որովհետեւ այստեղ կա որ ներկայացնում է այս սեղանը Տիրոջ արյունը որը մեզի փրկության ճանապարհն է եւ իր վերքերով մենք բժշկվեցինք եւ այդ սեղանին որ մոտենանք այսօր հավատալով աղոթելով թող Տերը իր գործը անի ձեր կյանքի մեջ
Աշոտ եղբայրը խոսեց հնազանդվելու մասին։ Հրավիրել Աշոտ եղբայրը, Աշոտ եղբայրը։ Հնազանդության մասին և հավատալու մասին։ Ես հնազանդությունը ամենաբարձր փառաբանությունն է, ամենաբարձր երկրպագությունն է։ Obedience is the highest form of worship. Եվ եթե մենք հավատանք և հնազանդվենք, մենք կտեսնենք շատ բաներ մեր կյանքի մեջ։ Շատ բաներ մեր կյանքի մեջ։ Ամեն, եկեք բոլորս ոտքի կանգնենք սիրելիներ։ Եվ խնդրեմ, որ աշակերտները մեզ առաջնորդի հավատքով, որ այս հացը մենք Մեր սիրելի և բաշտելի փառավորյալ երկրորդ Սուրբ Հայր, աշտական քեզի, որ թուն կյանք տաս մեզի և ավելի կյանք։ Այո։ Աղոթենք և խնդրենք Խոսքի համար, այս հացը թուն վերափոխե երկնքի միջոցացին և անում եք կառուցել եք այդ որ պիտի ճաշակ է հավատքով ըլլա, հավատքով մոտենանք և փառավորենք Քրիստոսյանով։ նստել էր աշակերտների հետ, և որ հացը վերցրեց և հացը մեջտեղից կիսեց, որ բաժանի։ Աշակերտներն այդ կանեն բացատրելով, ասելով, որ ինչ է կատարվելու, որ ինքը հանձնելու են իրեն թշնամիներին և պիտի հալածվի։ Այդ ամենը պիտի կատարվի իր կյանքի, իր կյանքը տալու է մեզ համար, իր արյունը թափելու է մեզ համար, մարմինը ծեծվելու է մեզ համար,
Աշակերտները չհասկացան այդ կանոն բանը չհասկացան ինչ է։ Ինքը իմանալով բացատրեց, կիսեց, բաժանեց եւ ասեց սա է իմ մարմինը։ Ձերներ Տերը թող ձեր սրտի ցանկությունը իր թակավորության մեջ կատարի ձեր կյանքի մեջ բժշկություն, ֆինանսական, այն ինչ որ Արման եղբայրը աղոթեց սկիզբը, թող իրականանա հավատքով եւ հնազանդությամբ, խոսքին հնազանդությամբ։ Անգամ վրազում եմ միշտ աչերպայլ հացը չկերած տալիս եմ չկարող այս անգամ ասում մի քիչ տանդար շարժվել աչերպայլը կգարաշտում Երկավոր հայր որքան երախտաբարդ ենք ատկում հավիդարական սիրույթ համար գո միածին որդի Տեր Հիսուս ըրգեցիր որբեսի իր թանկակին արունը մեր բոլորի մեղքերին համար թափեց և իր երկնային զորությունով արյան մեր մեղքերը մաքրեց ու սրբեց։ Կհիշենք և փառք տանք և գաղութենք որտեղ ապրենք ծառայենք արյան զորությունով։ Հիսուսի անունով։ Ամեն։ Would you be free from your burden of sin? There's power in the blood, power in the blood. Would you believe of a victory win? There's wonderful power in the blood. There is power, wonder-working power in the blood of the Lamb. There is power, wonder-working power in the precious blood of the Lamb. Would you be free from your passion and pride? There's power in the blood, power in the blood. Come for the cleansing to Calvary's fight. There's wonderful power in the blood. There is power, wonder-working power in the blood of the Lamb. There is power, wonder-working power in the precious blood of the Lamb. Would you be wider, much wider than snow? There's power in the blood, power in the blood. Since things are lost in its life-giving flow, there's wonderful power in the blood. There is power, wonder-working power in the blood of the Lamb. There is power, wonder-working power in the precious blood of the Lamb. Would you do service for Jesus your King? There's power in the blood, power in the blood. Would you live daily His praises to sing? There's wonderful power, there is power, wonder-working power in the blood of the Lamb. There is power, wonder-working power in the precious blood of the Lamb. In the precious blood of the Lamb. Եվ ինչպես ամեն առաջին կիրակին մենք այս սեղանին մոտենում ենք սրել, արդար լինելու արդար ընդունելու արդարությամբ մոտենալ այս սեղան։ Այսինքն ձերներ, մեր սրտները մաքուր։ Մենք կատարյալ չենք, ոչ մեկս մեղքից
փախուստ չունենք այս աշխարհի մեջ ապրել, բայց կարող ենք խնդրել, որ այն Աստվածը, որ իր կյանքը տվեց, Հիսուս Քրիստոսը մեր մեղքերի համար մաքրեց մեզ այս արյունով, որ մենք հիշելով իրան ինչ ինքը կատարեց խաչափայտի վրա, այսօր մենք ընդունում ենք հավատալով եւ ունենք այս հավատքի մեջ փրկություն ընդունենք։ Աստված օրհնի մեզ եւ պահի մեզ։ Աստված պայքարեցնի իր երեսը մեր վրա եւ օրհնի մեզ։ Աստված բարձրացնի իր երեսը մեր վրա եւ տա իր խաղաղությունը, իր խաղաղությամբ ապրենք, շարժվենք եւ մեկնենք։